Մեր այսօրվա հաղորդումը ուզում ենք սկսել ձեզ տեղեկացնելով, որ մի քանի օր առաջ մեզ հետ կապ հաստատեց Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Դավիթ Հակոբյանը եւ տեղեկացրեց, որ իրենց ընտանիքի անդամներից մեկը, ում անուն-ազգանունը ոչ պատահական նորից Դավիթ Հակոբյան է, բաց չի թողնում ավտոդրայվի ոչ մի հաղորդում եւ շատ է սիրում հատկապես կուպե կաբրիոլետ թափքով մեքենաներ։ Մեքենան իր համար մեքենա չի, որ ինքը քշում է, խաղում է կամ չգիտեմ ինչ եւ այլն։ Ինքը նրանց շատ կենթանի է վերաբերվում։ Ինքը վերաբերվում է որպես իր խաղընկերը։ Մերսեդեսը կորցրել է, եկել է հորն ասում է, «Պապա, Մերսեդեսս փախել է, գնացել է, որ բռնեմ սատկացնելու եմ դրան»։ Երևի արդեն կռահեցիք, որ խոսքը երեխայի, ավելի կոնկրետ պարոն Հակոբյանի թոռան մասին է։ Եվ այսպես ավտոդրայվը ներկայացնում է 2009 ծնված Դավիթ Հակոբյանին եւ նրա խաղալիք մեքենաների, նրա խոսքով ղնյաների մի մեծ շարասյուն, որ փոքրիկ Դավիթը պահանջել եւ նվեր է ստացել հարազատներից։ Каждому лучшее верится, катится голубой вагон. Может, мы обидели кого-то зря, календарь закроет этот лист. К новым приключениям спешим, друзья. Эй, прибавь-ка ходу, машинист. Скатертью дальний путь делится и упирается прямо в небосклон. Каждому лучшее верится, катится голубой вагон. Մեզ միացել է նաև Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիայի նախագահ Մկրտիչ Փիլթոյանը։ Ոյ, ինչքան շատ է։ Ես ինչ լավն է։ Каждому лучшее верится, катится голубой вагон. Скатертью дальний путь делится и упирается прямо в небосклон. Դարի չես ուզում ասես սրանք ինչ մեքենաներ են։ Նիսան, ես մեկը Նիսան է, ես ինչ է։ Դեռ 2.5 տարին չլրացած ու ինչպես հարկն է խոսել չիմացող երեխան, արդեն կարողանում է տարբերել բազմաթիվ ավտոմոբիլային բրենդների լոգոտիպեր։ Գիտի իր հայրիկի, պապիկի եւ բազմաթիվ բարեկամների մեքենաների մակնիշները։ Դե իսկ ավտոդրայվ հաղորդման ժամանակ տանը քար լռություն է տիրում։ Հաշվի առնելով այդ մեծ սերը մեքենաների նկատմամբ, Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիան նվեր է պատրաստել փոքրիկին։ Ես վաղուց այսպիսի գեղեցիկ անակնկալիչ էի հանդիպել եւ իհարկե շատ հետաքրքիր էր այսպիսի փոքրիկին տեսնել։ Երեխան իհարկե ունիկալ տվյալներ ունի, դեռ խոսել չգիտի, բայց շատ զարմանալիորեն գիտի բոլոր մոդելները, ինչ-որ հետաքրքրությունների շրջանակը հիմնականում դրա մեջ է եւ որպես նախկին ավտոմրցարշավորդ ես ուրախ կլինեմ, եթե իմ փոքրիկ պստիկ գոլեգան հետագայում դառնա շատ լավ սպորտսմեն եւ Հայաստանի պատիվը պաշտպանի։ Ինձ նվիրեց այսպիսի մի գեղեցիկ մեքենա։ Ես պատմական մեքենաների, անտիկվար մեքենաների սիրահար եմ։ Փոքրիկ անակնկալ մեր ֆեդերացիայի կողմից 2.5 տարեկան մեր ֆեդերացիայի անդամ դեռ չէր եղել եւ ես հաճույքով ուզում եմ փոքրիկ Դավիթին նվիրել այս անդամատոմսը, որով նա իրավունք ունի համարվել մեր ֆեդերացիայի անդամը եւ օգտվել նշած բոլոր առավելություններից։ Արի ես քեզ շնորհավորեմ, ձեռքդ դուր, շնորհավորում եմ, դու մեր անդամն ես, սա քոնն է։ Այո, ես քո տոմսն է։ Եվ ես կարծում եմ, որ հաջորդ մեր տոմսը պիտի լինի վարորդական վկայական, հա։ Այսպես Դավիթը դարձավ ՀԱՖ-ի ամենակրտսեր անդամը։ Մենք նույնպես նվեր ունենք Դավիթի համար։ Սկզբում ասացինք, որ երեխան սիրում է կուպե կաբրիոլետներ։ Ծնողները նրա համար գնել են դրա խաղալիք տարբերակը, իսկ մենք բերել ենք իսկականը՝ Porsche Boxster, որպեսզի Դավիթը այն վարի իհարկե պարոն Փիլթոյանի հոգատար օգնությամբ։ Տեսություն։ Հետաքրքիր բան ունի ինքը չի սիրում էլեկտրոկառավարվող մեքենաներ։ Փոկում է բատարեյկաների, փոկում է, որ ինքը կառավարի, ինքը սիրում է կառավարել։ Ու սրա մեջ ես մի ավելի, չգիտեմ, փիլիսոփայական իմաստ եմ դնում, որովհետև մեզ դարերով շատ են կառավարել։
Ես շատ ուրախ եմ, որ այս սերունդը ինքն է ուզում կառավարել։ Երանի իրա նման երեխաներ շատ լինեն, որոնք ուզում են իրենք կառավարել։ Մենք ավտոսիրողներս դեռ չգիտենք, թե ում գործը կշարունակի փոքրիկ Դավիթը, մրցաշավորդների թե ավտոլրագրողների, բայց մի բան հաստատ է։ Դեք վերջին հաշվով ես չէ որ պիտի որոշեմ, թե ինքը ինչ դառնա, ինչ որ դառնալու է կդառնա, ոչինչ կհարցնի, ոչ իր հորը, ոչ էլ մորը, Աստված ինչ որ կամեցել է, այն էլ կդառնա։ Каждому в лучшее верится, катится голубой вагон.